Նրանք մեր մոտ չեն եկել, նրանք Զելենսկուի մոտ են եկել, ուղղակի իրանց համար վայր էր պետք, հարմար վայր, որ հակառուսական կոնգրես անցկացնեն, թող անցկացնեն։ Ես դեմ չեմ, եթե ուզում են, թող անցկացնեն, բայց ինչու մենք պետք է վճարենք դրա գինը։ Պարզը երևում էր, որ նրանց առաջի թեմաները, որոնց մասին նրանք խոսում էին, դա Ուկրաինան էր, մենք չէինք։ Ուկրաինային զենք տալը, գիտեք, չէ 500 միլիարդից անցել է արդեն։ Ես արդեն չեմ հաշվում, որտեղ շուտով տրիլիոնին է մոտենում թիվը, 1 տրիլիոն։ Ուկրաինային աշխարհի զենքը տվել են, աշխարհի փողը տվել են, ասում են ոչ մի հարցում չզիջեք, մի սանտիմետր չզիջեք, Դոնբասը չզիջեք, Լուհանսկը չզիջեք, Ղրիմը չզիջեք։ Մեզ տալիս են տանձի պոչ, հեսա կտեսնեք, կտան ոչ լետալ ինչ որ աջակցություն, ինչ որ բամբակներ, պամպերսներ եւ օդեկոլոն մեր զինվորների համար մեզ կտան, իսկ Ուկրաինային աշխարհի զենքը տվեցին։ Եվ առաջի հարցը, որով նրանք զբաղվում են, դա Ուկրաինայի պաշտպանությունն է, Եվրոպայի պաշտպանությունն է, իսկ այստեղ եկել են ակնհայտորեն ուղղակի PR անելու համար, որ իրենց դեսպանը Հայաստանում ընտրվի եւ Հայաստանը դառնա հակառուսական պլացդարմ, բաց տեքստով ասում է, ես էլ եմ շատ ուրախ, որ եվրոպացիները մեր մոտ եկել են, ես էլ եմ շատ ուզում, որ մենք Եվրոպայի հետ ունենանք գործընկերային հարաբերություններ, բայց դա անպայման էր անել պարտությունից հետո, Ղարաբաղը պետք է հանձնեինք նոր նրանք գային մեր մոտ,